էլեկտրաէներգիայի թանկացում 10 դրամ թանկացում 1 գիշերվա ընթացքում։ Վաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Որովհետև քեզ լսեցինք, մարտավեն լավը թաթուլ լսի, քան կնգան լսի։ Պետքա գնայինք կերամը մարարցից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Հայելի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալական է։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալական է։ Թանկ չի։ Italakan. Թանկչի։ Italakan. Թանկչի։ Ջերամո Մարացի, իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ահա եկավ այն նորը շատ սպասված, նոր կյանքի դռներն են տես բացված, պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության, արջևում սարեր ու ճանապարհ, արջևում 2 տարի դժվար, թող ուրախ պահերն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար, զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նահանջում, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն, զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամպար։ Ատեց մեկը չկա, որ իմ գլխին սարքի, գանքի, գանքո։ Նորմալ է երթապա։ Ճիշտ այդպես։ Մինաս։ Ջանա։ Ասում եմ, իրար հետ ուշուշ ենք շփվում։ Կարող է ամաչում ես հետը շփվես։ Մենք խոսացել ենք հետը։ Ջոգելա։ Հատմե ես դաբիտեն եմ ու։ Ինչ քես Անտոյնո։ Նորմալ Մինաս ջան։ Մինասը մի հատ մտի ծերվաշտ, մի հատ մարդ կա, էլի բարեմաղթանկը մսեմ ու էլի։ Օպե հա։ Դովայ ախպերս։ Ինչ եք պարոնայք։ Լավ ենք Մինաս ջան։ Այդ պարոնի մեջը վատ բան կա, հրաչ։ Եթե վատ բան կան, չես այդ ֆորմեն հակի։ Չես բանակ եկի։ Չկա էր։ Իշտարիսեր չեմ ուզե ծառայեմ։ Մեկուց մեկ էլոր մե հիմնարկին դիրեկտոր կդառնաս, ինչ պետք է անի այդ հարցը, աշխատողն այդ քեզ ինչը պետք է դիմեն, ախպեր պետք է սեն։ Ինգեր, вообще թույլ կուտաս քեզ որ աշխատողն այդպես սեն ախպեր։ Չէ, դա բե ինչի թույլ չես տար։ Դե որովհետև տեն չի լինի։ Ոնց կարա մեկը գա ինձ խոսքի, ասի ախպերը սիջ բանը սենց արա։ Քեզ ինչի կթվա որ ստեղ կռնա եղնի։ Սամոնը ձեր դիրեկտորն է ստեղ։ Այդ պաշտոնը իրան են տվել։ Թե կմտածես որ օֆիցերին պարոն ասեցի, նորմալ ինքը վատ տղա է, հա։ Չէ, ասաց։ Բեն ինչ կա։ Թե մոռացել եք որսիկ բանակի է։ Մի հատ մել տեսնի մեկը լավ տղա խաղա, կանգջները կոլերեմ։ Այդ ասածը լրիվ անտեղի էր Մինաս։ Ինչ սեցիր։ Բա լավ տղա խաղալը որն է, ոչ մեկը լավ տղա չի խաղում։ Չէ, նոր ինչ սեցիր, անտեղի բան սեցի ես։
Պատասխան դու ասացիդ համար։ Ձերները թլարա։ Թորն է ձերները, սա խոսելը կբերեմ պատին արա։ Արա ձերները թորն։ Սպասի։ Մինաս ես ինչ անում, հա։ Բա անտերին որն էր։ Այդ կմտածես, որ ես անտերի արտահայտություններ կին, հա։ Բա լավ տղա խաղալը որն էր։ Չէի ուզել չագերտները բացի, բայց կոնկրետ քեզի համար կբացի։ Հրուպչան արիլա։ Հայ ինքն է լավ տղա։ Ու իր նման խելոք տղեկը լավ տղեկն են։ Ուսկս խելոք, հավեսով կծառային կերտան կասնին ծնողներին։ Իսկ դու ինչ եկել ես չաս կուզես լավ տղա խաղաս։ Ես ինչ ես խոսում մինաս։ Բա լավ տղա խաղալը որն էր։ Բա լավ տղա խաղալ չէր որ չէր ուզե ավելեներ երեցիր։ Բն չի երեցիր։ Բա լավ տղա խաղալ չէր որ տնևալի չէր ուզե կայներ, բայց կայնար։ Հիմի ես ինչ օրսեցի, հետս ազներից պատասխաներ։ Հիմի հասկացա որ ես անտեղի արտահայտություններ չեմ մենի։ Դե ասենք հիմա կարաս այդ քո անտեղի արտահայտությունների համար պատասխան տաս։ Սրա վրով մարդ է գալու հլը։ Այս հաստատ սենց չի վերջանա։ Վարուժը նոր բանս ես, լսիր։ Թողում ենք այս զրույցը։ Դու չես որոշեք, թողնենք թե չեմ։ Ուրիշ մարդիկ է պիտի ներկայանեն այս խոսակցությունը։ Թող եղնին ախպեր, բայց չմոռանաս ուր էինք ասել։ Չեմ մոռանա։ Հրուպչան։ Հա։ Բայց տղամարդիկ կուզեն քեզի նմանվին, ձևը չգիտեն, դու էլ հեշ բան չես ցեն, մի հատ ձեռնարկի սորվծարա էլի։ Ինչ սովորցնեմ։ Ինչ սորվծնեմ, սատկան օրինակ եմ ծառա էլի, ինչ սորվծնես։ Այդ վաշտի հեռախոսն է։ Դա։ Որ խոսած պրծնես ինձ հետ ու ես է խոսամ, էլի։ Լավ։ Ինչ է։ Բրատան, կարաս ինձ մենակ թողես։ Աղջկա հետ ես խոսում։ В любом случае я хочу побыть один. Աղջկա։ Братан. Да, нет проблем, нет проблем. Алло, здравствуйте, я Нанька Олег. Алло, Յանա, բարև ձեզ, Գարիկն է երկրորդ վաշտի, հիշում եք դուք մեզ նկարել եք։ Հա։ Կարաք իմ նկարների կոպիաները անեք, ես կգամ կվերցնեմ։ Այո, քանի հատ։ 3 հատ։ Վաղը 11-ից հետո կարող եք գալ։ Всё, хорошо։ Հաջողություն։ Խնդրեմ, հաջողություն։ Հաբալավուր կլինի այդ տղեն։ Տղեկին ասել եմ զորամասում նայեմ։ Վայ բալաբեկ, ինչքան չեպերիշնի կա մեր վաշտումա։ Լևոն ջան չկա ապեր։ Ապե սաղտեղ նայել ենք։ Հեսա երեկոյան անվանականչն է։ Առավոտվանից տրամադրություն չուներ։ Հարցրեցի ինչ եղել, բան չասեց։ Քո ջոկի զինվորն է, չէ։ Հա։ Փախած չլինի։ Ապեր ինձ թվում է փախել է Արշտուն ջան։ Ես այսօր ցերեկը դրան եմ պատի մոտ եմ տեսել զորամասի։ Այ հիմա եմ հասկանում թե ինչի էր գնացել այնտեղ։ Հարմար տեղ էր ման գալիս որ փախներ էլ այդ մերզապեցը։ Ուրիշ վաշտերում նայել եք։ Ապե մտե հարցրել եմ։ Լավ, դուրս եկեք շարվեք։ Տղեկին եք ասեք որ իրանք է շարվեն։ Եղավ Ռշտուն ջան, Լևոն ջան։ Կծրեք ես քո։ Կծրեք ես էլ։ Հետ ինձ է ձեղանում, հա։ Կիրանակ։ Դաբուրի թով դու գլխի Ռաֆինիչի դաբուրի։ Միեդե։ Լավ, պարոն կապիտան, լավ։ Լևոն վաշտը շարվել է։ Ճիշտ այդպես։ Բոլորը շարքում են։ Ոչ մի կերպ։ Ոչ ասեցի վաշտը շարի, երեկոյան անվանական չի։
Ասացիք պարոն լեյտենանտ, բայց բալաբեկը չկա։ Ամբողջ զորամասում նայել ենք չկա։ Ինչքան ժամանակ է։ Դե մի 20 րոպե կլինի էլի, որ նայում ենք չկա։ Yara, maşakalyakları şurtamek gılkayım. Toz kız David, esir kız David'i David. Eses, taburetin parkinge manelu gılkayım. Давай, Жани, я гостику вагами еразарка, давай. Сурбацаны как сая, давай. Спани, гада, ура. Стасили, где они делаются? Ես ինչ կկատարվի ստեղ։ Արես ի՞նչ է վիճակդ։ Սամասուդին կինիգիլ։ Գնա, երեսիդ այդ նկարչությունը լավա, քանի չի 4-ը։ Կոնկրետնի կիլդի մեր էլի։ Անս ձեր արևունն էս հումորը կարե, հա։ Քեր գնարես այդ մակր շուտարո։ Դասինք ռեյտինգի սլակը պարկասնենք մինչև վերջի խազը էլի։ Չէ, մի ծեզ ու ջարդով էլ չես կնա ռեյտինգ բարձրացնես։ Մարդիկ արդեն այնքան բաներ են տեսել չեն զարմանա։ Կուզեք մի ավտոմատով հանեք ճագատիցս կերագեք։ Ջանի ջան այն բանի անուն ինչ էր։ Մեյքափ։ Ապրի արևետ։ Կան մեյքափ են, քրիմ են, մե լիտերեմ կարմիրներ գլեցեն վերես, մարդիկ չեն զարմանա։ Սա որպես բաներ կտեսնին։ Այնքան սովորական է, իրանց համար կնստին հաց կուդեն ու ուդելու վաղ կտեսնին մարդուն ինչ կսբանեն, կմորտեն, հարուն լվիկ կենեն, կկախեն։ Չէ, դրով ռեյտինգ չես բարձրացնեն։ Ժողովուրդը սովորվել է, պես ահասարսուկ տեսարանները թեթև կնա, էլի։ Մինեշան, էդել ես ճիշտ։ Հալուց։ Ես մի անգամ նկարահանման ժամանակ եղել եմ, հա, տեսել եմ ոնց են կինոն նկարում։ Այդ ներկա բան, իմ դեմը գրիմյորը սարքել է, հա։ Լուրջ ես ասում։ Հա։ Բա ասում եմ, բա ոնց անում, օրինակ դերասանը նստած մտածում է, ինչ որ մտածում է, դա մենք լսում ենք։ Ինքը չի խոսում, է նստած է, բայց մտածում է, մենք այդ լսում ենք ինչա մտածում, այդ ոնց են անում։ Այդ հեչ, ձայնագրում են դնում են։ Ոնց։ Միտքը ձայնագրում է։ Բա, Εμείς տեխնիկան գիտես ոնց է զարգացի, հմբու։ Չհասկացա, իբա պաստորեն տենց սարկա, որ մարդին մտածում է, դա ձայնագրում է, հա։ Բա ոնց։ Քելեք անվանական չինկայինեք, ես երտանտում։ Ուսորից հետո պես արեստականորեն չփորձեք ռեյտինգը բարձրացնեք, ամոթ է, ձեզի չի սազը։ Ժանի, մեզ մի քիչ այդ կինոյի նկարանումից կպատնես, չէ՞։ Հա, բա։ Ինքնակամ լքում ես զորամասը, չմտածելով ոչ քո ընկերների, ոչ հրամանատարության, ոչ էլ քո ծնողների մասին, թքած ունես էլի։ Ասա տենամ ինչ ես փախել։ Լսում եմ։ Պարոն գնդապետ ինձ ծեծել են։ Ով է ծեծել։ Ռոշտունը։ Բռունցքով մի քանի անգամ մեջքիս ա խփել։ Ինչ ես խոսում։ Ուզում եք շորերս հանեմ, տեսեք, պարոն գնդապետ։ Հանի։ Շրջվի։ Ռշտունը ինչա ծեծել քեզ։ Ինքը ինձ ուղարկեց ջրի, ես չգնացի, էլ բա, արա լավ տղիք է ասածը չես անում, տենց ասեց ու հասավ խփեց։ Էդ երբ է եղել։ Այսօր հանգստի ժամին։ Հագնվի։ Էլով է եղել իր այդ։ Մենակ ինքն էր։ Դրա համար էլ փախա, պարոն գնդապետ։
Էլի է եղել նման դեպք։ Մի անգամ էլ ա եղել, բայց այդ ժամանակ մի հատ չափալախել։ Բա ես ինչ եմ դրա մասին նոր իմանում։ Ինքը ինձ ասեց, եթե դրա մասին մեկը իմանա, վերջս կտա։ Ես էլ վախից ոչ մեկի չեմ ասել։ Ասաց, եթե ստեղ էլ չանի քաղաքացիական կյանքում անպայման կանի։ Ռշտուն է։ Ճիշտ այդպես։ Պարոն գնդապետ, խնդրում եմ էլի, եթե ինքը իմացավ, որ ես սրա մասին ձեզ ասել եմ, վերջս կտա։ Հանգստացի զինվոր։ Այս զորամասում հանցանքները չեն ծածկում։ Խատա է ծո այդ տղեն, այդ ես դոր ինչ պիտեն եմ, այդ արծերել են վաշտը չեպեշնիների վաշտ։ Փախնելուց առաջ պետք է մտածեն, որ բռնվելու են։ Մեկա ձև չկա։ Ուղեղ ունենան կմտածեն էլի։ Լևոն Մուսանյանը կանչում ապեր քեզ, Բալաբեկին էլ գտել են, շտաբում էր։ Դիկեդին բիչ պիտեն են, կանա ապչան, կանա չոգի արամանատար ես, կանա վրդ մի ադմ պոլ խոսա։ Բայց ինձ ինչ են կանչում։ Չգիտեմ, հրամանատարը իր համանն է։ Թույլ կտակ պարոն լեյտենանտ։ Գնացինք։ Լևոն, գնացինք, ժամանակ չկա։ Թույլ կտակ պարոն գնդապետ։ Եկեք։ Պարոն գնդապետ։ Էշտոյան։ Ես եմ։ Բալաբեկը ինչի է փախել։ Չգիտեմ, պարոն գնդապետ։ Աղեկյան։ Բալաբեկը ինչի է փախել։ Չգիտեմ, պարոն գնդապետ։ Ինքը քո ջոկից չի։ Իմ ջոկից է, պարոն գնդապետ։ Բա որ քո ջոկից է։ Ոչ չգիտես ինչի է փախել։ Դու պարտավոր ես իմանաս, Աղեկյան։ Դու ընդհանրապես քո զինվորներից տեղյակ չես։ Չգիտես թե ինչ խնդիրներ ունեն։ Ոչ մի բան իրենց մասին չգիտես։ Մուսայելյան, ինչի է փախել զինվորդ։ Չգիտեմ, պարոն գնդապետ։ Դու էլ չգիտես։ Բա ոնց դու էլ չգիտես։ Իսկ կապտուկների մասին ինչ գիտես։ Ինչ կապտուկներ, պարոն գնդապետ։ Էշտոյան, զինվորը պետք է քո կարիքները հոգա։ Ոչ մի կերպ։ Սերժանտը իրավունք ունի զինվորին ջրի ուղարկի։ Ոչ մի կերպ, պարոն գնդապետ։ Սերժանտը իրավունք ունի զինվորին ծեծի։ Ոչ մի կերպ, պարոն գնդապետ։ Բա ոնց հասկանանք, պարոն կրտսեր սերժանտ։ Ոնց որ մի քիչ իջել է, հա։ Կդնես ջերմաչափը բալես։ Ոյ, տոյլի։ Թեյ կխմես։ Չէ։ Սոմոն շատ ուշացել։ Դե կարող է հերթապահ համարի։ Չէ։ Չի վերցնի։ Բալես, ես կմնամ քո մոտ ցավոտ տանը։ Լսում ես։ Արդեն կես ժամ զանգում եմ, չի վերցնի։
Ես էլ իրանից տես բան չէի սպասում, պարոն փոխգնդապետ։ Բայց այնց մի անգամից հարցակվեց վրեց ու խփեց, որ չհասցրեցի մի բան անեմ։ Բաղորապահոր էր այդ ժամանակ։ Չի լսել ձեր ձայները։ Ննջարանի դուռը փակ էր։ Ինչ կապ ունի, փակ էր թե բաց էր։ Որ քեզ խփեց ձայն չհանեցիր։ Հանեցի, բայց տենց ուժեղ չի եղել, որ օրապահը լսեր։ Բան չի խփելուց ամիջապես հետո չփախար։ Սպասեցի մութը ընկնի նոր։ Թե սպառնացել է Աշտոյանը։ Գիշերվա համար ավելի դաժան խոստումներ ա տվել։ Ոչ մի կերպ, մենակ ասեց, որ իմ համար շատ վատ ալնելու։ Հա, ինչ ա եղել։ Բալաբեկը ռշտունի գլխին սարքել է։ Հրամանատարին ասել է, իբր ռշտունը իրան ծեծել է։ Ինչ խոսացո։ Բացել է կապտուկներն ա ցույց տվել, ասել է ռշտունն ա արել։ Հա, բայց ինչ կապտուկներ։ Ինչ իմանամ։ Այնպես կռիվ մռիվ ա արել, հիմա ռշտունի գլխին սարքում է, որ փախուստը արդարացնի։ Դու աբջան, ինքեշ մի ծևի չի կերնա իրան արդարացնե, պերնեմ սատ կծնեմ գծո։ Այ քեզի պան լսորն այ չի դեռ պեմբուլները կամուն կուդամ։ Սիգե տազա պաներ։ Բա հիմա ռշտունը ուր է։ Հրամանատարի մոտ է։ Ես չեմ կարա զինվորի խոսքը անտեսեմ։ Ով որ թույլ է տվել իրան այդ տեսակ բան։ Ես այդ մարդուն շատ խիստ կպատժեմ, շատ խիստ, Աշտոյան։ Պարոն գնդապետ, ես այսքան ժամանակ ինձ թույլ չեմ տվել, ինչ-որ մեկին ասեմ գնա ջրի։ Ես հիմա ոչ մի բան չեմ կարա ասեմ, հետաքննությունից պարզ կլինի։ Ես զորամասում զինվոր ծեծեն։ Չգիտեմ, Մարի։ Չեմ կարող ասել։ Մաման կողքը չի։ Դե կողքս է, բայց ուզում եմ դու շուտ գաս։ Այդ քո գործը վերջ չունի։ Դե Մարի բան ա եղել հիմա, փախուստ ունեմ, չեմ կարա թողնեմ կամ։ Հա, ինչ է ասում։ Ասում է չգիտի երբ կգա։ Նա մեր ռշտունին են կամ չշտապ։ Ինչի։ Ասում են ինչ-որ մարդ ա ծեծել։ Ո՞վ ասեց։ Այն առաջի վաշի տեղեկից ասեցին։ Արա բայց ձև չի ռշտունը մարդ ծեծի։ Ճիշտ չեմ ասում։ Կամ այդ ինչ աստիճանի պետք է հասցնեմ, որ ռշտունը մարդ։ Հələ նայ ես դրան ինչ եմ անելու, սատկացնելու եմ։ Հալա դե դրա ժամանակը չի մտ հանգստացի վայ։ Հանգստանալ չկա։ Դեն ասեց ով էլի գնացել երկել։ Հիմա մարդ չգիտե դե ճիշտ է թե չէ։ Ռշտունին դրա համար կփագին։ Գնա հիմա քուն հրաման տուր, թող քնան։ Բայց Բալաբեկին առանձին ես քնացնում։ Վաշտում չի քնելու։ Դու էլ այսօր գիշերը մնալու ես զորամասում։ Պարոն գնդապետ, ես կարծում եմ, որ Աշտոյանը նման քայլի չէր գնա։ Վաղը պարզ կլինի։ Դու Մուրադյանը առանձին կգրեք Աշտոյանի ու Բալաբեկի բնութագրերը։ Առավոտյան կներկայացնեք ինձ։ Լսում եմ։ Ուզում Աշտոյանը լինի։ Ով ուզում է լինի։ Պատժվելու է։ Չգիտենք հələ հրամանատարի մոտ են։ Բայց ո՞ւմ է խփե որ։ Բալաբեկին։ Իբր թե էլի։ Հայ քեզ բան։ Էդ է լա հրամանատարի մոտ։ Հա, հարցը քննում են։ Լավ որ շտունը գամ ատասը թո ինձ անպայման տենա էլի։ Եղավ ախպեր։ Ասենք դու քայլում ես փողոցով, հա? Քայլի։ Մեկին մեքենան գալիս է քեզ խփում, հա? Դեղ դու ընկնում ես։ Գնամ։ Ստեղ ռեժիսորը ասում է ստոպ։
ընդեղից գրիմյորն է գրիմի տանում, դավայ գրիմյոր։ Այան նորմալ, ես ինչ ես աղացիր, հալա։ Բա տենց ավելի լացելու է, հա, մեր ժողովուրդը տենց սիրում է, հա, հիմա դու տենց ջարդուխուրդ ընգած պարկի, ստեղ ռեյսորը մատոր է տալիս, որ արդեն նկար են ջարդուխուրդ եղածին, հա, մեկ էլ ընդեղից իրա սիրած աղջիկն է գալիս, հա, ռազմի կարի։ Ես իրա սիրած աղջիկը չեմ։ Վայ, դե արի որ ցույց տամ։ Տենում ես, որ քո սիրած տղեն ընկել է արնաթաթախ, սկսում ես լացել, որովհետև հեսա քո կռուբնին են նկարելու։ Ես չեմ կարա տենց անկապ տեղը լացեմ։ Հասկաց արա, ոնց տեղ չես կար, ասում մարդ ընկել է ավտոյի տակ, ոնց անկապ տեղը։ Այստեղ օգնության է գալիս հատուկ աչքերի մեջ կաթացվող արցունքները, հա։ Հատուկ նյութ կա, կաթացնում են ու չդերասանը լավ դերասանի նման սկսում է խաղալ, հա, այսինքն լացել։ Բայց քանի որ մենք չունենք այդ նյութից, հա, տեղը սող կօգտագործենք։ Ահա։ Այս վերցնում ենք, մոտեցնում ենք աչքերին, բան, դե հիմա ստոպ է, էլի, արարողությունը գնում է, հա, արցունքներդ կան, որ շարունակենք, հա։ Քեզ այդպես կծի-պեցի ենք նկարեմ, հա։ Հա, բա ոնց, ստեղ ես մարդու արունն է չորանում, հա, գրիմյորը գալիս անդեղից, որ թարմացնի, ու սենց, էլի, ինչ-որ մի բան։ Արայան նորմալ, ինչ արի, լավի ես ես ոնց եմ լվալու։ Այդ աղջկա արցունքնին արդեն եկա։ Շատ լավ է, պատրաստ, ռեյսորը ընդեղից մատոր է տալիս, դե ռեյսորները սիրում են մատոր տալ։ Լինում է, որ մատոր էր տալիս ու կորում էր։ Ստիպված օպերատորներ տեսարանի վերջում ստոպ տալիս, հա։ Իրանք էլ են գլդոնանում, հա, քեսեդ։ Դե գնում էր ծխելու, ես շատ իմանամ։ Ուրեմն պատրաստ, հենց ասեցի մատոր, սկսում ես լացել։ Պատրաստ, մատոր։ Ալավ էլ խաղում է։ Սենց են, չդերասանից լավ դերասան սարքում։ Ուստեղ մի հատ երաժշտություն է գնում ու հուզիչ տեսարանը արդեն պատրաստ է։ Ախպեր, իսկ կոնկրետնի լացացնում է։ Այսպես կարելի է լացացնել ժողովրդին։ Արա հա բայց տենց ինչքան լացենք ախր է։ Ազգսը տենց ինչքան լացի։ Բավ է լացես իմ ժողովուրդ։ Բավ է տարապես իմ ժողովուրդ։ Բավ է ինչքան դու ցավ տեսար իմ ժողովուրդ։ Այժմ վաղտն է խնդալու։ Քանզի աշխատավարձ ես ստացել դու շատ խնդալու։ Լավ էլ բռնացրի, չի հանգիրը։ Ես ախր մատով չեմ կպել իրան։ Տես բան չկա, սարքել է։ Բայց ինչի է հենց քո անունը տալիս ռշտուն։ Ինչ-որ բան եղել է, չէ որ քո անունն է տալիս։ Ես չեմ ասում դու ես ծեծել, բայց մինչև այդ ինչ է եղել։ Ոչ մի բան։ Ոչ մի բան չի եղել, քո անունն է տալիս։ Ես չեմ հասկանում ինչ է իմ անունը տալիս։ Չէ, ինչ-որ բան կա։ Լավ, դու հիմա գնա քնի, վաղը ծանր օր է լինելու։ Կլինի մի հատ գնամ երկրորդ վաշտ։ Չէ։
Քեզ դրսում չպիտի տեն առաշտան։ Գնա քնի։ Լավ։ Երկուսի բնութագրերն էլ ուզել է հրամանատարը։ Տվիր։ Հա։ Բրշտունն ուր է, չեմ տեսեմ, եմ հասկնամ ինչ եղե, ինչ ինչոց է։ Շտաբում է։ Ռշտունն էլ բալաբեկն էլ շտաբում։ Ինչ սարքեց ձետ տղու գլխին։ Արա ինչ ասես չես տենամ ին ասես կյանքում։ Մինաջան քեզ KPP են կանչում։ Ով կանչում։ Չգիտեմ։ Չհասկացա, բա դու ինչ ես գալի ասում։ Մեր վաշտը ես անգել։ Լավ, միտի կարևոր չէ, գնա կակ ջան, ավրիս։ Դե էլի մա պետք խոսանք։ Գնա ձեր վաշտ։ Ինչի՞։ Հեսա ռազմականից են գալու։ Ռազմականից։ Հա։ Դու առհասարակ հանգստի ժամի որտեղ ես լինում։ Թեհրանում։ Մի շաբաթ առաջ ֆիզերապարակի կողքով անցնում էի, քո ասած սերժանտը, Ռշտունը։ Բալաբեկի հետ ինչ-որ կոնֆլիկտի մեջ էր։ Լսի Դանելյան, եթե 5 րոպեից արջումը չներկայացավ, փախուստ եմ տալու։ Հասկացար։ Սուսիկ ջան, ներեք Ռշտունը եկել է Թեհրան։ Երեք։ Կայլում ենք վստահ ու չենք նանջում